Հայտնություն 3:20 այսպես ասում. Տերը խոսում է եկեղեցուն եւ ասում է, որ ես թակում եմ դրան։ Գիտեք, այս խոսքը որոշները կարծում են, որ աշխարհին է ասում, բայց եթե զգուշ կարդաք Հայտնություն 3 վերջին ասում է, այս եկեղեցիների համար է։ Եկեղեցիներին ասում է, ես թակում եմ ձեր սրտի դուռը։ Այսինքն մեր սրտի դուռին թակում է Տերը եւ Տերն ուզում է բնակվի մեր մեջ։ Ինչպես որ թակում են դուռերը Բեթլեհեմի, որ ուզում են բնակվին, հիմա էլ Տերը թակում է մեր դռերին, ուզում է որ ներս մտնի եւ բնակվի մեր մեջ։ Եվ ասում է, եթե դու քո սրտի դուռը բացես, ես ներս կմտնեմ եւ միասին մենք ինչ կանենք, ընթրիք կունենանք, կշփվենք իրար։ Դու կճանաչես ինձ, կենթանի Աստծուն, այսպես ասում Տերը։ Եվ գիտեք, լրիվ նպատակը Աստծո սա է։ Ինքը իր սերը տվեց, իր թանկարժեք նվերը տվեց եւ ինչ է ուզում մեզանից։ Ամենակարևոր բանը, որ Տերն ուզում է, ինչ է։ Ուզում է, որ մենք իրան սիրենք։ Հիսուսն ասում է Մատթեոս 22:37-ում. Սիրեք ձեր Աստծուն, ձեր Տիրոջը ամբողջ ձեր սրտով, ամբողջ ձեր մտքով եւ ամբողջ ձեր էությունով։ Եվ գիտեք, այս խոսքը հին ուխտ նոր ուխտ չունի։ Հին ուխտի մեջ էլ կրկնվում է, երկրորդ օրինաց 6:5, նույն բանն է Տերն ասում։ Շեշտը լրիվ էս է, որ ուզում եմ, որ իմ ստեղծագործությունը ինձ սիրի։ Հովհաննես 3:16 ասում է, ես սիրում եմ, իմ որդուն տվեցի, եւ այդ սիրո պատասխան ուզում եմ, որ մենք էլ իրան սիրենք։ Եվ սիրելիս, այս Քրիսմասին մենք, ինչպես որ մեր քույրն ասեց, մեր նվերներով մոտ կանում ենք Տիրոջը։ Գիտեք, նվերը, որ Տերն ուզում է մեր սիրտն է։